Ընկերներ, այսօր Armnews եւ Amex հեռուստաընկերությունների հանդիպման առիթը երկու լրատվամիջոցների միջև համագործակցության նոր ծրագրերն են, որոնց մասին առավել հանգամանալից կխոսվեն Armnews հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը եւ Amex հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը, բանախոսների խոսքի ավարտից հետո եւ հնարավորություն կտրվի տալ հարցեր, ինքն հարցերից առաջ ներկայանա Սեպտեմբերի 10-ից Amex վերադառնում է եթե, Armnews-ը համագործակցության պայմանագիր է ստորագրել ներկայացնության հետ, համաձայն որի Amex-ը իր լրատվական հաղորդմամբ ամեն օր կլինի Armnews-ի եթերում։ Պայմանագրով շաբաթը 5 օր, երկուշաբթի ուրբաթ Amex-ի լրատվական վերլուծական ծրագիրը կհեռարձակվի Armnews-ի prime time-ում երեկոյան 9-ին։ Այս նախաձեռնությունը Armnews-ինն է, որի նպատակն է հեռուստադիտողին տալ հնարավորություն ստանալ ինֆորմացիոն ժանրի առավել մրցակցային ու բազմազան հեռուստապրոդուկցիա։ Այս նախաձեռնությունը նաև տրամաբանական արտահայտությունն է եթերային քաղաքականության, որ որդեգրել է Armnews-ը այս եթերաշրջանում 2012-2013։ Մենք նպատակ ունենք հատկապես prime time-ում ներկայացնել հաղորդումներ, որոնք հնարավորինս բազմազան եւ տարբեր սպեկտրով կներկայացնեն լրատվական եւ սոցիալ-հանրային կյանքը մեր երկրում։ Մասնավորապես մենք ունենանք լուրերի երկու թողարկում երեկոյան 7-ին եւ 12-ին, երեկոյան 8-ին կլինի Բանադեպ քաղաքական թոք-շոուն, երեկոյան 9-ին ITV+ հաղորդումը, որ պատրաստի Meltex ընկերությունը, երեկոյան 10-ին մանրամասներ նոր նախագիծը, որը ներկայացնում է երկրի սոցիալ-հանրային կյանքը, երեկոյան 11-ին նոր պրոյեկտը, որը կոչվում է Հայաստան եւ աշխարհ, արտաքին քաղաքականություն եւ ուղիղ կեսգիշերին կլինեն լուրերի եզրափակիչ թողարկումը։ Մի քանի դիտարկում Amex հետ համագործակցության մասին, հեռուստահաղորդումը ամբողջությամբ պատրաստելու Amex հեռուստաընկերությունը, Armnews-ը չի միջամտելու այդ թողարկումների խմբագրական, Armnews-ը չի միջամտելու Amex-ի պատրաստած հաղորդումների խմբագրական քաղաքականությանը, պայմանագիրը կնքվում է 1 տարով եւ կերկրացվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ հաղորդման պրեմիերան, ինչպես ասացի, սեպտեմբերի 10-ին է։ Այսքանը ողջունում եմ բոլորին եւ կավելացնեմ միայն մի բան, որ Արտակը շատ լավ ներկայացրեց ծրագիրը, նախաձեռնությունը։ Ես դրան միայն կարող եմ ավելացնել, որ այս պայմաններում, երբ որ Armnews-ը սկսում էր թափ հավաքել ինֆորմացիոն դաշտում, Amex+-ը չէր կարող կողք քաշվել եւ սպասել, որտեւ սկսած 91 թվականից մենք լրատվական դաշտում ենք եւ երևի վերջի տեղերից մեկը չենք զբաղացրել եւ սա հետարքիր աշխատանք էր եւ մենք համաձայնվեցինք եւ այն պայմանները, որ արդեն ասվեց, առանց միջամտության եւ առանց որևէ կորեկցիոն աշխատանքի, Amex+-ը մեծ սիրով ընդունեց այդ նախաձեռնությունը որպես բիզնես առաջարկ եւ մենք պատրաստ ենք արդեն ամսի 10-ին ներկայացնել մեր ծրագիրը։ Ծրագրի մասին կարող եմ ասել, որ ինֆորմացիոն անալիտիկ ծրագիր է լինելու 20 րոպե 5 օր ոնց որ ասվեց արդեն շաբաթական, որտեղ կներկայացվի մեր առօրյան անցուդարձը, մեր քաղաքական դաշտը եւ ես կուզենայի տեղավելացնել, որ մենք ուզում ենք ակցենտը դնել մշակույթի վրա, որը այս երկրում ես գտնում եմ, որ մի քիչ անտեսված է։ Դեռ այսքանը։ Հիմա ես ու Արտակը նստած ենք իրար կողք, մենք նման ենք թշնամիների, երևի ոչ։ Մենք արդեն սկսել ենք ընկերություններ անել, բայց մենք դեռ դատավարության process-ի մեջ ենք։ Amex+-ը շարունակում է իր դատական process-ը ընդդեմ հրայի եւ որպես երրորդ կողմ այդ գործում ներկա է նաեւ Armnews-ը։ Նենց որ մեր դատավարությունը Armnews-ի հետ շարունակվում է։ Ես չէի ուզենա, որ խառնվեր աշխատանք
եւ իրավունքների պաշտպանություն հասկացողությունները։ Մենք մեր իրավունքների տերն ենք, բայց միևնույն ժամանակ կարող ենք կատարել պատվեր նույն առմյուսի կողմից, որը մեծ սիրով մենք կատարում ենք, որտեղ դա ես համարում եմ նորմալ երկրի նորմալ վիճակ։ Եկեք մի քիչ առաջ շվազենք, վարողների մասին կարող են, որ ներկայեն բոլորը ճանաչված դեմքեր են եւ հիմա դեռ մշակվում է, այդ process-ն է գնում, դրա համար չեմ ուզում մի քիչ առաջ ընկնել։ Եվ երկրորդ հարցը որն էր։ Հաղորդումը կոչվում է IP+, թողարկում։ Մի քիչ թող պրեմիերային անակնկալ։ Չնայած նշեց, որ չի խմբագրվելու, ամեն դեպքում գաղափարական կամ քաղաքական Հայաստանի առումով որքանով են համապատասխանում ձեր քաղաքական Հայաստանի ու գաղափարախոսությունը ձեր վարած տակտիկան Արմյուզի։ Ճիշտ ասած չի համապատասխանում, ոչ մի առումով չի համապատասխանում, եւ դրա պատճառները կա, ես չեմ ուզում հիմա դրա մեջ խորանանք, որտեղ դա շատ երկար խոսակցություն է, բայց ես սա չեմ համարում թշնամություն, չեմ համարում անհասկացողություն, այլ համարում եմ, որ մենք պետք է եզրեր գտնենք եւ այս պոզիցիան ներկայացնելու եւ այն պոզիցիան ներկայացնելու։ Ես այդ հենց առումով մտել եմ այս գործարքի մեջ եւ երևի պետքա որ ստացվի, որտեւ երկու կողմն էլ ճիշտ հասկանում են ինչ է նշանակում պոզիցիոն պայքար։ Պոզիցիոն պայքարը դա պատերազմ չի եւ ես չէի ուզենա որ դա վերածվեր իսկապես պատերազմի։ Չնայած շատերին դուր գկար որ լիներ պատերազմ, բայց դա չի կայանա հաստատ։ Բացի դրանից էլ Արմենիան Նոմեկ Քրստյանների քաղաքական կուսակցություններ չեն, որ գաղափարական առումով դաշինքն կամ անհամատեղ է լինում։ Այդ պրոֆեսիոնալ մեդիա կազմակերպությունը, որը համագործակցում է կոնկրետ մեկ նպատակի շուրջ, աշխատել միասին։ Չէ, շեշտը ես երևի մի քիչ սխալ ասեցի, դա չի նշանակում, որ 20 րոպեն էլ օրական պետք է դա լինի մշակույթ, բայց մշակույթին մեծ տեղ տրվելու է անպայման այդ ժամանակահատվածում։ Այդ ձեզ օրինակ որպես լրագրող չի հետաքրքրի, օրինակ նույն օրվա ընթացքում տեսնեք երկու տարբեր մոտեցումներ նույն ինֆորմացիային։ Օրինակ ինձ շատ կհետաքրքրի եւ ես անհամբեր սպասում եմ ոնց է դա ստացվելու, ոնց ենք տարբերվելու իրարից, նույն դաշտում, նույն ինֆորմացիայի շրջանակներում։ Դա հետաքրքիր աշխատանք է, դա ինչ որ ձևի կոնկուրենցիա էլ կարելի է համարել։ Բաց դրանից դա հեռուստատեսային ընդունված կուլտուրա է նաև արևմուտքում, երբ որ հեռուստաընկերությունները միմյանց outsourcing են անում, այսինքն պատվիրում են որոշակի հաղորդումներ, բացի դրանից Արմյուզը հեռարձակվում է նաև Եվրանյուզի, այսինքն դա ամենևին չի շարժի, որ մենք պետք է չունենանք միջազգային լրատվություն։ Այդ ամեն ինչը իրար ես կարծում եմ որ խանգարում է նաև փող լրացնում։ Դա արդեն հին պատմություն է, արդեն ծեծված պատմություն է, մասնակցել ենք մրցույթի, ոչ թե կռվի, այլ մրցույթի, որտեղ տեղի է ունեցել սխալ մոտեցում հրայի կողմից, տարբեր հարցերով, բայց դա չի նշանակում, որ ես չեմ ուզեցել, որ Արմնյուզը լինի եթերում, եւ ենթադրում եմ, որ Արմնյուզն էլ չի ուզեցել, որ մենք չլինենք եթերում,
Սակայն հրայի որոշումները, որը հիմա գտնվում են դատական process-ի մեջ, եղել են սխալ, մի անգամ հրահը պատժվել է Եվրոպայի կողմից, եւ ես ենթադրում եմ, որ երկրորդ պատիժը մի քիչ ավելի խիստ պետք է լինի։ Հիմնականում միջազգային ռեսուրսներում որպես Հայաստանի մամուլի ազատության ցուցիչ նշում են Ամեկ Պլյուսի եթերատեսված վիճակը։ Հիմա դուք եթերում եք փաստորեն, կարելի է ասել, որ մամուլի ազատությունը Հայաստանում Իսկ եթե Ամեկը ուներ իր եթերը ու ինքը եթերում էր, ինքը ազատ էր, անկախ էր, թե ոչ։ Ես դրա մեջ որևէ տարբերություն չեմ տեսնում։ Ես ունեմ աշխատանք, ես ունեմ թիմ, որը ավելի պրոֆեսիոնալ է իր անձգում եթերադաշտում, ոչ թե ինտերնետ կայքում եւ ինտերնետ հեռարձակման մեջ, որը ունի իր սպეციფიկ մոտեցումները, որտեղ մենք դեռ էքսպերիմենտալ շրջանի մեջ ենք, դեռ լիովին չի կազմավորվել մեր ծրագրերը, չի կազմավորվել հաղորդման մատուցման ձևերը, սա մի եւս հնարավորություն է նորից վերհիշել 12 տարվա ընդմիջումից հետո մեր պրոֆեսիոնալ կարգավիճակը։ Ոնց որ թե բան չկա այստեղ։ Անցավ։ Եկին վիբրատորը վրա Այբ գիծ ֆ։ Այո։ Դա նշանակում է այից ֆ։ Լավ, դուք շարունակեք։ Շարունակենք։ Հարցը որներ կներեք, մտավախությունը Սկսենք նրանից, որ ես ինձ չեմ համարում փոքր եւ կուլ տալու համար այդքան էլ հարմար չեմ, որտեղ փշոտ եմ։ Եվ երկրորդը, մտավախություն իհարկե կա, որտեղ արխիվում քաղաքական պայքար է լինելու, արխիվում խնդիրներ են ծագելու, բայց ես համոզված եմ, որ քաղաքակիրթ հարաբերությունների մեջ դա կարելի է բացառել, եւ ես դրան հավատում եմ։ Սակայն բացի հավատը ես նաև նախապատրաստվում եմ այդ ամեն ինչին եւ ես պատրաստ եմ միշտ այսպիսի հարցերին պատասխանել։ Ես կարող եմ ասել, որ կարող է լինել, որ դատական process-ի ընթացքում լինեն այսպիսի հարցադրումներ, որ արդեն կարելի է մեղմել վիճակը, որտեղ Ամեկ Պլյուսը եթերում է, Սակայն դա չի նշանակում, որ ես դրան համաձայն եմ եւ դրա պատասխանը ես ունեմ։ Կգա ժամանակը ես կտամ դրա պատասխանը։ Բայց ես համոզված եմ, որ գործը դրան չի հասնի, որտեղ մենք սկսել ենք նորմալ հարաբերություններով եւ հուսով եմ շարունակելու ենք այդպիսի հարաբերություններով։ Եվ վերջում ամենագլխավորի մասին ես ուզում եմ, որ այս բացի նրանից, որ մենք խոսեցինք Ամեկ Պլյուսի պայքարի մասին, որը կապ չունի իր եթեր վերադարձել, որ այսօր իսկապես նաև մեզ բոլորի համար, անձամբ իմ համար մասնագիտական լավ առիթ է ուրախության ու պարտանալի օր, որ 12 տարվա ընդմիջումից հետո վերջո եթերա վերադառնում Ամեկ Պլյուս, իսկ ինչպես հայտնի է
Մեսրոպ Մովսյանի գլխավորությամբ այդքան ոչ միայն ուղղակի լրատվական ծրագիր էր, այլև այն եզակի հեռուստապրոդուկտներից մեկը, որ նաև, այսպես ասած, մրցակցային ֆորմայի մեջ էր պահում ամբողջ հեռուստադաշտը։ Այսինքն ամենուր վերադառնալով նաև հեռուստալուրերը բոլորը, ոչ միայն Արմյուզի, այլև մյուս ալիքների, շատ ավելի մրցակցային կդառնան եւ շատ ավելի հետաքրքիր ու բազմաժանր հենց առաջին հերթին հեռուստադիտողի համար։ Այսքան։ Ես կարող եմ մի փոքր ավելացնել, ուրեմն այս 12 տարվա ընդմիջման եթերում նկատի ունեմ եթերում աշխատանքի ընդմիջման պահում իհարկե Ամեկ+ ունեցել է կորուստներ ինչպես ֆինանսական, այնպես էլ կադրային կորուստներ, բայց ինձ համար հիմա ավելի հետաքրքիր է նոր թարմ ուժերով նորից փորձել անել հինը նոր ֆորմատով եւ երևի կարելի է համարել, որ հիմնական պատճառը դա է եւ այդ ամեն ինչը փոխադրել ուրիշ դաշտ, սարքել սա մեկը մյուսին կուլ տվեց, առավ, ծախեց, տարավ, բերեց։ Ես համարում եմ դեռ վաղը դրա մասին խոսել, ժամանակը ցույց կտա, որ այդպիսի բան ընդհանրապես չկա, կա բիզնես հարաբերություն եւ այդ հարաբերությունները ես կարծում եմ, որ պետք է անցնեն զուտ բիզնես դաշտում, ոչ թե վերածվեն քաղաքական շահարկման խնդիրներ։ Որևէ սահմանափակում չի դրվել, ընդհակառակը ամեկը մի քիչ էլ ավել պահանջներ է ներկայացրել եւ ստացել է։ Ինչպես։ Դե հիմա պայմանագիրը չեմ կարդալու, բայց ասեմ, խմբագրական ինքնուրույնության խնդիրները, ծրագիր կազմելու խնդիրները, հեղինակային իրավունքների խնդիրները, այդ ամեն ինչը շատ քաղաքակիրթ ձևով արտացոլվել է պայմանագրի մեջ։ Շնորհակալ ենք։